Ոստիկանության պաշտոնյան պետությանը պատճառել է շուրջ 3,7 միլիոն դրամի վնաս։ Հակակոռուպցիոն կոմիտեն է տեղեկացնում մանրամասնելով, որ ոստիկանության պաշտոնյան իր ենթակայությամբ գործող օպերատիվ կառավարման կենտրոնի ավագ տեսուչի ծառայողական պարտականությունները չկատարելու ընթացքում նրա անվամբ հաշվարկել ու վճարել է խոշոր չափերի ընդհանուր 3,673,510 դրամ աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարներ։ Ծառայողական պարտականությունները չկատարելու համար ոստիկանության պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել, կասեցվել է նրա պաշտոնավարումը։ Պետությանը պատճառված վնասը մեղադրյալը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնել է։ Ավան համայնքում կրակոցներ են հնչել 2 վիրավորկա։ Հրազենային վիրավորում է ստացել 76 տարեկան մի կին, որին տեղափոխել են հիվանդանոց։ Ոստիկանները պարզել են, որ Խուդյակոբի փողոցում նախնական տվյալներով 2 անձի մասնակցությամբ տեղի է ունեցել միջադեպ, կողմերից մեկը գործադրել է հրազեն, ինչի հետևանքով միջադեպի մասնակից 31-ամյա տղամարդը, ինչպես նաև պատահական անցորդ կինը ստացել են վիրավորումներ։ Նրանք այժմ բուժօգնություն են ստանում։ Իրավապահները պարզել են հանցանք կատարած անձի ինքնությունը, այժմ փնտրում են նրան եւ հանցագործության գործիքը։ Մեկնարկել է բուհերի ընդունելության 2025 թվականի միասնական քննությունների հիմնական փուլը, որին մասնակցելու նպատակով հայտագրվել է 15970 դիմորդ։ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տվյալներով քննական առաջին օրը հանրապետությունում քիմիա առարկայից միասնական քննություն է հանձնել 1174 դիմորդ, ռուսաց լեզու առարկայից 309 դիմորդ։ Ընդհանուր գործում է 16 քննական կենտրոն, որից 11-ը մարզերում, 5-ը Երևանում։ Բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլում ընդհանուր առմամբ գործելու է 46 քննական կենտրոն, որոնցից 17-ը Երևանում, 29 մարզերում։ 2025 թվականի հունվարին միայն միասնական քննություններին մասնակցելու համար դիմել է 11608 դիմորդ։ Նախադպրոցական կրթության ոլորտում 3-ից 5 տարեկան երեխաների ընդգրկվածությունը վերջին տարիներին զգալի աճ է գրանցել, հասնելով մոտ 75%-ի։ Այս մասին հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը։ Ի տարբերություն 2017 թվականի շուրջ 20% ավելի մեծ թվով երեխաներ են ընդգրկված նախադպրոցական կրթության մեջ, իսկ սեպտեմբերից նաեւ նոր ծրագիր կմեկնարկի նախատեսված 6 ամսեկանից մինչև 1 տարեկան երեխաների համար։ Թումանյանի անվան զբոսայգում արվեստի սիրահարները արդեն մի քանի օր է հնարավորություն ունեն բալետային արվեստի հրավառությանը ականատես լինելու։ Երևանյան միջազգային բալետային 3-րդ փառատոնը մայրաքաղաքում անցկացվում է արդեն 3-րդ անգամ։ Փառատոնի շրջանակներում ելույթ է ունեցել Մոսկվայի մեծ թատրոնը, երեկ եւ այսօր հերթը Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնինն է։ Հունիսի 13-ին ելույթ կունենա Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը։ Հասմիկ Անտոնյան, ժամը լրատվական։